առաջ շնորհքի քաղաքավետարանում քաղաքապետի մասնագիտությամբ եւ ոչ միայն ծեծկռտուք է տեղ ունեցել, արդյոք դուք տեղյակ եք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինչ է արել եւ նշեմ, որ այն քաղաքացի, ով ծեծկռտուքի ենթարկվել, նրան վերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Շնորհակալ եմ հարցադրման համար, ճիշտն ասած կառավարության նիստին էի, ենթադրում եմ, որ ինքս այդ պատճառով չեմ հասցրել ծանոթանալ տեղեկատվությանը, իհարկե ծեծկռտուքի եւ հետագա գործի հետ կապված, քրեական վարույթ նախաձեռնելու եւ այլ հարցերի հետ կապված մենք ուղղակի պատասխանատուն չենք, բայց հիմա անմիջապես վերադառնամ գրասենյակ, հասկանամ, թե մեր գործառույթների շրջանակում ինչ անելիք կա եւ նաեւ կարող ենք տեղեկատվություն ձեզ փոխանցել այդ թվում։ Եվ ըստ ձեզ արդյոք պիտի 3 հրաժարական տված չլիներ կամ իրեն պաշտոնից հեռացրած չլինեն, որ այսօր այս միջադեպը տեղի չունենա։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի եւ բարեվարկության գնահատման ինստիտուտն է, որը միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի, միանշանակ կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով, ըստ էության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չէ այն մարմինը, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով, բայց նաեւ համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ եւ հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն, բայց նաեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա։ Հիմա տեսեք, որ բառային բացատրություն եք տալիս երևույթների հանրությանը հետաքրքիր է, ինքը այս երկրում պաշտպանված է, թե պաշտպանված չի։ Հիմա ես բերեմ օրինակ ազգային ժողովում տեսախցիկների առաջ ԿՊԱ-կան պատգամավորը սեռական բնույթի հայոյան ուղիղ եթերում քաղաքապետը խուլիգանական պահվածքի դրսել։ Բարձրաստիճան պաշտոնյայի հայրը համբալ է անվանում քաղաքացիներին։ Հիմա դուք ասում եք էթիկա։ Դատապարտում եք այս արարքները եւ իրավական, բարոյական, քաղաքական ինչ հետևանքներ սա պետք է ունենա։ Փայլակ ջան, չգիտեմ, ինչքանով է գնահատականը բարերենային լինելու կամ չլինելու հետ կապված եւս այս համատեքստին համապատասխան, որովհետեւ ես ի սկզբանե նշեցի, որ ինձ հարց եք տալիս, որը իմ լիազորություններին ամբողջությամբ վերաբերելի չէ եւ վերաբերելի է էթիկայով զբաղվող կամ էթիկայի գնահատմամբ զբաղվող մարմինների լիազորություններին, բայց եթե հետ վերադառնանք ընդհանուր իրավիճակին, բնականաբար ես ոչ մեկ անգամ եմ արձանագրել, հիմա էլ կարող եմ արձանագրել, որ կան ինչպես քաղաքական մեծամասնություն, այնպես էլ քաղաքական ընդդիմության համատեքստում գործիչներ, ովքեր ոչ թե պարզապես խոսույթի տեսանկյունից, այլ ընդհանուր գործունեության տեսանկյունից միանշանակ, այո, եւ ես հատուկ եմ շեշտադրում ոչ միայն քաղաքական ընդդիմության, նաեւ քաղաքական մեծամասնության մասին։ Պաշտպանված չեն, քաղաքացին դնում է հանրային քննարկման, իրեն հետև դաշան ծեծում են։ Հիմա դուք ասեք, Հայաստանի Հանրապետության հա բարդ կլինի, դուխով կլինի, հերոս կլինի, քաղաքացի պաշտպանված է։ Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում խնդիրները բազմաթիվ են եւ այդ խնդիրները ոչ թե մի հարթությանն են վերաբերելի, դրանք վերաբերելի են տարբեր հարթությունների, տարբեր մակարդակների, տարբեր խնդիրների ու դրանք պետք է լուծումներ ստանան եւ այսպես ասեմ նաեւ պատահական չի թե իմ տարեկան հաղորդման, թե վատ վերաբերմունքի ու խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում, նաեւ բարբերաբար հրապարակվող այլ զեկույցներում ու հայտարարություններում իմ այն դիտարկումը, որ այո, չափազանց շատ են իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրները եւ դրանք պետք է լուծումներ ստանան։ Շատ ավելի մանրամասն այդ բոլոր խնդիրներին անդրադարձ մշտապես կատարվում է։ Քաղաքապետը լավ է արել, վատ է արել, դատապարտում եք, այդ բառը ասեք։ Փայլակ ջան, ես արդեն հարցին պատասխանեցի, որ ես ըստ էության չեմ հասցրել այդ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությանը, չէ, կարիք չկա ցույց տալ, ես նաև խոստացա, որ հենց անմիջապես կվերադառնամ գրասենյակ ուսումնասիրենք եւ բնականաբար ձեզ հետ կապի մեջ կլինենք, կարծում եմ իմ եւ մեր հաստատության հետ կապի առումով պետք է որ խնդիր չլինի, վստահաբար մենք անմիջապես նաև կփոխանցենք տեղեկատվություն մեր անելիքի հետ կապված։ Ես եմ շնորհակալ։